Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ ընտրությունների ժամանակ կաշառք տվողը ոչ թե իշխանություններ գործող, այլ ընդդիմությունը։ Ու Հայաստանի պատմության մեջ առաջի անգամ կաշառքը ընտրությունների ժամանակ չաշխատեց։ Կարելի է մոտավորապես պատկերացնել ինչ չափսի կաշառքա բաժանվե։ Իրանց խոսալուց կարելի է հասկանալ, իրանց այդ վստահ խոսալուց կարելի է հասկանալ, որ իրանք հաստատ վստահ էին, որ կկրեին, ու դրանից կարելի է եզրակացնել, թե ինչքան մարդ կաշառքը վերցրել ու չի ընտրել։ Ես անձամբ մարդ գիտեմ, ով որ Իսպանիայից եկել էր Հայաստան հանգստանալու, մարդը կաշառքը վերցրել է, եկել է Իսպանիա, ընտրությունների օրը չի եղել այնտեղ։ Այս ամեն ինչից շահում է ժողովուրդը։ Լավ է, ինչ եք անում, բայց ես չեմ հասկանում, այդ կաշառք տալու պահին ինչ որ մեկը չկա այնտեղ, որ նստի գրի ասի Թովմասյան Համբիկ եկավ ստորագրեց, կաշառքը վերցրեց։ Կաշառքը պետք է տակ ստորագրելուց այդ ձայնը տալուց հետո։ Չգիտեք, մենք սիրում ենք գցել, այդ պահը մոռացել եք։ Ու հիմա ամենածիծաղալուն որն է, որ ասում են մեր ձայները, ասում են բոլորը չեն հաշվե մեր ձայները։ Լիքը ձայներ ունենք, որ չեն հաշվե։ Լավա չեն ասում։ Այդքան փող ենք տվել, ձայները չեք հաշվում։ Մի փեշ փող ենք տվել, դուք ձայները չեք հաշվում։ Կարող է այդ փողը բանն է բերել, օդից հանգել։ Ու դուք միջև հիմա չհասկացաք, թե խի չընտրվեցիք։ Միջև հիմա դուք չհասկացաք։ Ձեզ թվում էր դեպս պի փողով առնեք ու ընտրվեք։ Բայց չհասկացաք, որ այդ փողը վերստողներն էին հասկացել դուք ով եք ու ինչի պետքա ձեզ չընտրեն։ Եթե մի քիչ հույս կար, որ դուք կարայիք ընտրվեիք, կարայիք կամ շատ ձայն կարայիք այնքան ձայն հավաքեք, ինչքան որ փող եք տվել, բայց փողով չէ, կաշառքով չէ։ Կարայիք հավաքեք ձայն, երբ որ դուք մի քիչ անկեղծ լինեք ժողովրդի հետ, որտեվ այս ժողովուրդը մի հատ sense վատ խասյաթ ունի բանա, չի սիրում, որ իրան էշի տեղ են դնում։ Ավելի շուտ ոչ թե չի սիրում, այլ հոգնել է, որ իրան էշի տեղ են դնում, խաբում են, ու ասենք շատ պարզ էլի, շատ հասարակ նայում են ու խաբում են, ասենք հարց են տալի, ասում են ձեր ժամանակներով ոստիկանությունը գալիս քաշքշում էր, մարդեր ծեծում եւ այլն, ոչ չէ, դες բան չի եղել։ Կարակ ասեք, չէ, ասեք մեր ժամանակներով Քոչարյանի մասին է խոսքը, մեր ժամանակներով հետ պատերազմյան ժամանակներ ա եղել, ամեն մեկի տունը զենք կար, մի քիչ ավելի կոպիտ պիտի լինեին, մի քիչ ավելի բիրտ պիտի լիներ իշխանությունը, որ կարողանար կարգ ու կանոն հաստատեր։ Մեր ժամանակով հələ տեսեք հիմի ինչա կատարվում, մեր ժամանակ փարտք էր։ Այդ ժողովուրդը այդ ամեն ինչը տենում է, չէ, ժողովուրդը այդ ամեն ինչը գիտի, չէ, ժողովուրդը այդ ամեն ինչը հիշում է, չէ։ Նամանավանդ մի քիչ ավելի մեծ բակալերին է, լավ գիտի, հիշում է, ճանաչում է, չի եղել ինչ որ դեպք, որ չհիշենք, չի եղել ինչ որ դեպք, որ չիմանանք կամ այս բային ասենք։ Ամեն ինչ եղել է, անցել է, բայց էլի կարայիք ինչ որ մի ձև սղսնեք, անցկացնեք, բայց այդքան դուխ չունեցաք, որ կարողանաք անկեղծ լինեք ժողովրդի հետ, որ ժողովրդի ինչ որ մի մասը ասի դե լավ, ասի լավ, ինչ եղել է այն ժամանակ ճիշտ է սենց էր, բայց հիմի կարող ավելի լավ լինի, հիմի մարդը փոխված լինի։ Օրինակ Քոչարյանը, օրինակի համար եմ ասում, Քոչարյանը գնացել է Պետրոսի հաղորդմանը, Պետրոսը հարց է տալիս եւ ենթադրենք ձեր ժամանակ պարոն Քոչարյան ձեր աշխատակազմից մարդ կար, մի խոսքով անունը չեմ հիշում, ազգանունը չեմ հիշում եւ այլն, այս մարդը բարձր պաշտոնյա էր եւ հիմա հարստացել է, շատ մեծ գումարներ ունի, բիզնեսներ ունի ու արդարացնում այդ մարդուն եւ վերջը հոգնեց արդարացնելուց, ասաց դե գիտեք ինչ կա, իրան հարցրեք, ասաց լավ, հիմա մի բան եմ ասում, որ մենակ ձեզ է վերաբերվում։ Ոնց պատահեց պարոն Քոչարյան, որ դուք երբ որ եկաք նախագահության հարուստ չէիք եւ երբ որ ավարտեցիք ձեր նախագահությունը մեծ գումարներ ունեիք, միլիոնատեր եք։ Ոնց պատահեց, այդ մարդը մտածեց, ասեց ես նախագահությունից հետո ընդունվեցի մի ընկերություն, որտեղ աշխատեցի մեծ գումարներ։ Հասկանում եք, ոչ թե ստեղծեցի ինչ որ ընկերություն, ոչ թե ունեցա, ոչ թե ձեռք բերեցի, ոչ թե ինչ որ մեկի այդ ընկերությունին ինչ նվիրեց, ես մեծացրեցի եւ այլն, այլ ընդունվեցի CV-ս այդ տվեցի, այդ ռեզյումես,
ինձ ընդունեցին, որտեղ ես շատ ջրաջան աշխատեցի, այն որ նախագահությունից հետո քանի որ աշխատանք չունեի, պիտի մի տեղ մտնեի աշխատեի։ Որոշեցի մտնեմ այդ ընկերություն։ Այդ ընկերության մեջ ես շատ առաջատար աշխատող էի եւ աշխատեցի միլիոններ։ Արա լավ, բայց usually was չի կարելի էլի մարդուն էշի տեղ դնել։ Կարելի էր ասել, չէ՞, նայ։ Այն էլա սուտ էսել, կարելի էր ասել։ Գիտես ինչ կա Պետրոս ջան, ես նախագահության ժամանակ մեծ կապեր ունեի, ես Պուտինի ընկերն էի, ու ամեն դեպքում ինքն է տենց ասում։ Պուտինի ընկերն էի, կապեր ունեի, ինձ բիզնես նվիրեցին, կամ ես կապերով կարողացա բիզնես ստեղծել եւ այլն, բայց ընդունվեցի մի ինչ-որ ընկերություն, որտեղ աշխատեցի մեծ գումարներ, հա, որ նայ երկուսն էլ սուտ է, չէ՞, էդի մասացնել, ձեր ասացնել, բայց տարբերությունը զգում ես, այնի կարար սղսներ գնար էլի, բայց որ ընդունվեցի ինչ-որ մի կազմակերպություն, մի տեսակ չենք հավատում։ Ու հին մի ինչ-որ որ ասում եք, տենց տարածում եք, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու, բարենալու Հայաստան բնակելու։ Իշխանական կողմը դա ասում է, դες բան չկա, ժխտում է, այդ բանն էլ ասում է, ձեր կողմն էլ ասում է կա 300,000 ադրբեջանցիներ։ Կարող է եւ կա։ Բայց քանի որ մարդիկ տենում են, որ սուտ դուս եք գալի, ֆակտ սուտ եք խոսում, ոչ մի ձեր ասածին չեն հավատում։ Հետևաբար ես չեմ հավատում, որ ինչ որ մեկը ձեզ ձեն տված լինի առանց գումարի։ Այդ կտերը կարար աշխատեր, խոսքի օրինակ եմ ասում Եվրոպայում։ Եվրոպայում մարդը իշխանությունը ինչ ասում է, այ մարդը ասում է ճիշտ է ասում։ Իշխանությունը ասում է, նա մի բան գիտի, դու չգիտես։ Մենք ստե աշխատում ենք, մենք չգիտենք, իրանք ներսն են, իրանք ամեն ինչ գիտեն։ Այդ ձև կտերը ստեղ կգնար։ Բայց մենք ինքան ենք տեսել, ինքան ենք խաբվել, ինքան բաների մեջով ենք անցել, որ տենց այդ նրանից է, որ ձեզ թվում է հայ ժողովուրդը միջև հիմա 90-ականների մտածելակերպ ունի։ Ու ուզում եք այն 90-ականների ժամանակ ոնց եք տենց խափում, ձևում, չափում, հիմա ուզում եք տենց էլի բռնեիք, բայց չստացվեց։ Ու հիմա արանքում ով շահեց։ Այն մարդիկ, ովքեր որ այդ փողը վերցրեցին, մարդիկ իրանց համար ծախսեցին։ Շատ վատ արեցին, որ վերցրեցին, բայց եմի վերցրեցին, արանքում ով տուժվեց Սամվել Կարապետյանը, չնայած այդ մարդը բարերար մարդ է իր համար։ Ինքը ամեն տարի էլ տենց ինչ-որ բաներ անում է, ինչ տարբերություն ինչի համար անում։ Ուղղակի վատենն է, որ ամեն ընտրությունների ժամանակ մարդիկ սկսում են իրար միս ուտել։ Կիսվում են 2 մասի կամ չգիտեմ 3 մասի ու սկսում են թշնամանալ իրար դեմ։ Հեսա ոչինչ, ես ամեն ինչը կհանգստանա, կհանդարտվի, ամեն ինչ լավ կլինի։ Դուք էլ լավ եղեք ժողովուրդ ջան, լավ մնացեք, հիշեք, որ ինչ լավ է ընտրությունները, որ 4 տարին մեկ են ելում կամ 4 տարին մեկ են ելում։ Ամեն տարի չեն լինում էլի։ Դա չի ինչ էր ելում այդ երկրի վիճակը։ Լավ եղեք ժողովուրդ ջան, լավ մնացեք, կհանդիպենք։